Պարոն Մաթևոսյան, երեկ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ հայտարարությունով, որով ասում էր, որ իր կարծիքով ճիշտ կլինի, թե եթե Հայաստանի բնակչության քաղաքացիների նկատմամբ, թե մեր որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ հնարավորինս շուտ կողմնորոշվել, օրինակ հանրաքվե անցկացնել, դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխան էլ մենք եզրակացություն կանեինք եւ կգնայինք փափուկ, ինտելիգենտ եւ փոխշահավետ ապահազանի ճանապարհով։ Այս հայտարարությունը որքանով է քաղաքական զգուշացում եւ որքանով դիվանագիտական ճնշում Հայաստանի վրա։ Որտեղ կա նաև շարունակությունը խոսքի, կապված այն, որ փաստացիորեն Հայաստանը ձևակերպենք այսպես էլի, հրապարակային առումով եվրոպական նկարտումների հարցը պետք է որ կամ կարող է բարձրացվի ԵԱՏՄ երկրների ղեկավարների մոտակա գագաթնաժողովի ժամանակ Հայաստանում իմ հետ տպավորությունն է, որ մարդկանց թվում է դա ինչ-որ չգիտեմ մի քանի տարի հետո է դա տեղի ունենալու մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ուստի մենք պետք է արձանագրենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից կարող են որոշումներ կայացվել, որոնք հայկական բիզնեսի համար կփակեն 180 միլիոնանոց շուկային մուտքը։ Ես չգիտեմ, թող այստեղ ընթերցողներն ու հեռուստադիտողները իրենք որոշեն, սա դիվանագիտական ակնարկա, քաղաքական ճնշում է, թե ինչ է։ Ես սրա վերաբերյալ իմաստել չեմ տեսնում գնահատական տալ։ Նկատենք պարզապես հետևյալը, ռուսական կողմը նշում է փաստացիորեն հետևյալը, որ հայտարարություններ անելուց հիմա եկել է պատասխանատվություն ստանձնելու պահը։ Իշխանությունները անդադ ասում են, չէ՞ որ մեր ժողովուրդը ունի եվրոպական նկարտումներ եւ այլն եւ այդպես շարունակ, իսկ ԵԱՏՄ շուկան եւ Ռուսաստանը վերածվել են պահեստային, չգիտեմ, պահեստային աերոդրոմի, հա, այսպես ձևակերպենք։ Իշխանությունները ասած են ինչա, դեռ մենք դեռ կօգտվենք ռուսական անվտանգային երաշխիքներից, դեռ կօգտվենք ռուսական շուկայից, դեռ կօգտվենք ԵԱՏՄ շուկայից, մինչև տեսնենք ինչ է լինում, Եվրամիությունը երբ է մեր առջև դռները փակում, այսինքն Ռուսաստանի տեսանկյունից դա ընկալվում է հետևյալ կերպ. դուք շարունակեք մեզ ֆինանսավորել, պահպանել մեր տարածքային ամբողջականությունը, մենք էլ այն պահին, երբ որ ճիշտ գտնենք, ձեզ կգցենք։ Հիմա այս ամեն ինչը փակվեց։ Եթե օրինակ պայմանականորեն Նիկոլ Փաշինյանը կցանկանար Ադրբեջանի Թուրքիայի հետ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել ու դրանից հետո, օրինակ ռուսական զորքերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության տարածքից, միգուցե հիմա Ռուսաստանը այլ մոտեցում որդեգրի, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ինչ-որ պայմանագիր ստորագրել կամ թրիպի աշխատանքները պայմանականորեն իրականում Զանգեզուրի միջանցքի աշխատանքները մեկնարկեին նոր ԵԱՏՄ-ից դուրս գալ, հիմա միջև այդ ամեն ինչը կլինի։ Այսինքն ռուսական կողմի մոտեցումը հետևյալն է, դուք միևնույնն է մեզ ընկալում եք որպես ձեզ չէ դաշնակից։ Դուք միանում եք մեր համար թշնամական կառույցին, այն ինչի սպասենք ֆինանսավորենք ձեր տնտեսությունն ու պետականությունը, եթե մենք կարող ենք այլ որոշումներ կայացնենք։ Այլ որոշումներ կայացված են։ Այսինքն, եթե Հայաստանը շարժվի ԵՄ ինտեգրման ուղղությամբ, ստացվում է, որ տնտեսական ռիսկերի առաջ են կանգնում եւ սա կոնկրետ հայտարարության մեջ ակնարկվեց։ Ոչ թե եթե Հայաստանը մենք շարժվում ենք արդեն այդ ուղղությամբ։ Կրկին ասեմ, դա ռուսական կողմում ըստ երևույթին ընկալվում է որպես առաջարկ Ռուսաստանին ֆինանսավորել Հայաստանի եվրոպական ուղին։ Տենց բան անհնար է։ Տենց բան բնության մեջ չի կարող լինել եւ Ռուսաստանը հենց դա է ակնարկում։ Այստեղ թող հետևությունն անի առաջին հերթին հայկական բիզնեսը, որը կարծում է, որ ինքը օրինակ քաղաքականությամբ չզբաղվի, Նիկոլ Փաշինյանին լոյալ լինի եւ ամեն ինչ իր տեղը կլինի, ռուսական շուկան բաց կլինի, միևնույն է կշարունակեն աշխատել, չեն աշխատի։ Ու թող կրկին ասեմ, քաղաքական առումով նաև իրենք էլ հետևություններ անեն, ու իրենց շատ ժամանակ չի տրվել դրա համար, որովհետև եթե մեր վարկածը ճիշտ է եւ ամսի 28-29-ին հայտարարություններ լինեն կամ նույնիսկ որոշումներ կայացվեն, որոնք հստակ կարձանագրեն, որ Հայաստանը իր ներկայիս արտաքին կուրսով չի կարող ԵԱՏՄ մաս դառնալ, հայկական արտահանող բիզնեսի զգալի հատվածը ինքը սպառման շուկաների կորստի առջև է կանգնելու։ Միլիարդավոր դոլարներ են կորցնելու մարդիկ։ Թող իրանք մտածեն։ Իսկ
Պարոն Մաթևոսյան, Եվրամիությունը իրականում պատրաստ է Հայաստանին անդամակցության հեռանկար տալ, թե խոսքը միայն քաղաքական աջակցության մասին է այս պահին։ Այստեղ դա արդեն կարևոր չի։ Ես դրա համար իմ խոսքի առաջին հատվածում նշեցի։ Հիմա ռուսական կողմի ասածը ինչ է, որ հայտարարություններից դուք պետք է անցնեք քաղաքական պատասխանատվության դաշտ։ Ես չգիտեմ Եվրամիությունը պատրաստ է թե պատրաստ չէ, ուզում են թե չեն ուզում, թե արդյոք իրենք ավելի շատ Հայաստանը ընկալում են որպես գործիք Ռուսաստանին վնաս հասցնելու համար։ Սա եւ տեսեք Եվրամիությունը կարող, չգիտեմ, պահանջի, որ Հայաստանի Հանրապետության դրոշը փոխվի, դառնա Եվրամիության դրոշ։ Բայց եթե մենք այդ որոշումը կայացնենք, դա ոչ թե Կայա Կալասի ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խնդիրն է, դա մեր խնդիրն է։ Հասկանում եք։ Այս առումով ինքը սուբյեկտ է, որը Հայաստանին ընկալում է որպես օբյեկտ, որով կարող վնաս տա Ռուսաստանին։ Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնում են այդ ճանապարհով, խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխանություններն է։